Նայիրիդ գործարանի վերագործարկման հարցը մնում է անորոշ։ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության շենքի դիմաց հավաքված նայիրիդցիներին նախարար Երվանդ Զախարյանը հստակ պատասխան չտվեց։ Նայիրիդի վերագործարկման հարցով մենք զբաղվում ենք։ Ինչ արդյունքներ կլինի։ Ցույց կտա ժամանակը։ Այսօր որևէ կոնկրետ առաջարկություն, որևէ կոնկրետ ներդնող, որ պատրաստակամություն հայտնի այսօր ներդնել, նման ներդրող այսօր չկա, մենք բանակցություններ շարունակում ենք, տեսնենք ինչ արդյունք կլինի։ Դրանից ավել ոչինչ խոստանալ չեմ կարող ես։ Երվանդ Զախարյանը պնդում է, որ Նայիրիդի վերագործարկումը ներքին ռեսուրսների միջոցով հնարավոր չէ։ Մասնագետները, եթե համոզված են, որ այդպես ներդրումներ կարող է, թող բերեն նման ներդրողներ, մենք պատրաստ ենք քննարկել եւ աջակցել։ Գործընթացում դրական տեղաշարժ գործարանի նախկին աշխատակիցները տեսնում են, սակայն շարունակելու են բողոքի ակցիաները, մինչև տեսանելի արդյունքների չհասնեն։ Նախարարը անդադ ասում է, փոխնախարարը նախորդ հանդիպման ժամանակ, որ ամեն ինչ անելու են գործարանը աշխատեցնելու համար։ Սա ես համարում եմ դրական քայլ, այսպիսի փոփոխությունը, բայց հույս ունենալ, որ հնարավորինս արագ դա կարող է լինել, ես դեռ հույս չունեմ, քանի դեռ ռեալ քայլեր չեն արվել։ Իսկ ռեալ քայլերը դրանք պիտի տեսանելի լինեն, իրենց գործողությունները պիտի թափանցիկ լինեն։ Այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին անում նաև խաբված քաղաքացիները, որոնք վաղուց պետք է բնակարան ստացած լինեին Եկմալյան 4-ից 16 հասցեում։ Քանդել են սեփական տները, նույնիսկ մենք վճարներ ենք արել, որպեսզի այդտեղից բնակարան ստանանք, բայց Եկմալյան 4-ից 16-ում ոչ մի շենք չի կառուցվել առայժմ, մեր սեփական տների ոչ գումարն է վերադարձնում, ոչ տուն են սարքում մեզ տան, նույնիսկ մեր բուծած գումարը արդեն 10 տարի չեն վերադարձնում։ Մեզ այսպես թողել են դրսում, մենք արդեն փող չունենք, որպեսզի բնակվար ստանք ապրելու համար։ Բնակիչները չեն բացառում, որ արդեն կդիմեն դատարան փոխհատուցում ստանալու համար։